Բայց ով ասում ինձ Այսօր էսի էստե դրած Բայց խեք դուք ինձ վստահում Բա ինչի Դուք ասեք, լսեք, ես ինչ եմ ասում Ասենք դու եթե համաձայն չես այս ամեն ինչի հետ Ինչի հետ համաձայն չեմ Ես կարող եմ ես էլ մի հատ կոնկրետ բանի հետ համաձայն չեմ բայց ասես բան չեմ ասում Չէ, ասում եք, եթե համաձայն չեք, ասում ինչի հետ համաձայն չեմ, այլ ջան Հասկանամ ինչ պատասխան Շարժման ընտրի բավարարեմ իրաց արածը դու էսի լրացուցիչ դերեր ես ստեղ 2020 թվականից իրանց մեջ մի բան ինչ չի բավարանում Ասեմ ինչ է 20 թվականից Ասեմ ինչ է Որ իրանք բոլորն ասում են Նիկոլը վատնա թող ինքը գնա ես գամ Ասում եմ ճիշտ ես ասում Նիկոլը վատնա ինքը պետք է գնա Ինքը ոչ թե պետք է գնա, ինքը երեք պետք է դատված լիներ։ Բայց այդտեղ հարց առաջանում, դուք ես ուզում գաս, որտեվ եթե դու չհասցի պատասխանը, թե դուք ես ուզում գաս, Նիկոլը չի գնալու։ Հասկանում եք միտքս, թե ուրիշ է պատասխանը։ Չէ, հասկացա, լսի ասեմ։ Չէ, կապը հասկանալի է, չէ՞։ Խի Նիկոլը չի գնա, որտեվ ինքը չի ասում, ինքը չի ասում գա։ Տրամաբանական է, բայց ուրիշ տրամաբանական բան է կա, լսի։ Դու ասում ես խի ես դու ուզում գաս։ Էսի քաղաքական պայքար է, չէ՞։ Բա ամեն քաղաքական պայքարի մեջ մտած մարդ ամբիցիա ունի, տղա ջան։ Ես չեմ ասում, որ չկա։ Իրանց պայքարը հո ինքնանպատակ չի։ Ես գտնում եմ ասենք այդ մարդիկ մի րոպե, այդ նոր ես քեզ ասեցի, չէ, քեզ ոչ մեկ չի ճանաչել։ Կարող է մասիվները շատ լավ է, բայց քեզ ոչ մեկ եթե այդ մարդիկ քաղաքական ճանաչելիություն ունեն արդեն քաղաքական հետագից ունեն, քաղաքական պայքարի մեջ են մտել ու հրաժարական են պահանջում, խի չպետք է ուզենան գան, ասենք։ Չէ, հարցը ուրիշ բանի մասին է, նայեք, Ինչի։ Որպեսզի հնարավոր լինի Նիկոլ Փաշինյանի հետ հեռացնել, քաղաքական ուժերը առանձին կամ ընդհանուր կարևոր չի։ Պետք է կարողանան վստահել հասարակության շահել հասարակության վստահությունը, որ իրանց հետևից մարդիկ կան, այդ թվում նաև փողոցային։ Տղա ջան, դե մի լսի ասենք, մի րոպե, սուսը լա, առաջ ջան, մի րոպե։ Այդ Եթե ձեր միտքը ձեր միտքը ասել նա ասեք, ես ձեզ լսեմ ու ամբիցիաները քո դուրը որ չի եկե, որ իրանք խեն ասեմ, թող Փաշինյանը հետ մենք գանք։ Այդ քաղաքական ուժերի ամբիցիաները, եթե քաղաքական ամբիցիաները քո դուրը չի եկե, բայց այս մարդիկ քաղաքական հետագից ունեն, այդ մարդկանց հետևից 370-80 հազար հոգի քվեարկած մարդ կա, 400, դու այսօր կաներես ասում ես իրանց հետևից գնացող չկա, ոչ չկա, դե դու քո հետևից չկա մի հոգի եկող, չկա, բայց ասեմ ոչ չկա իրանց հետևից, դու ո՞նց ես 370 հազարին չես համարեմ հասարակություն, ես հասկանում խնդիրը ձենքով խանելն է, ձենքով խարեք, ես դաստիարակություն թույլ չի տալի դες անընդհատ, չէ, ես տրամաբանորեն բան եմ ասում տրամաբանական, փաստորեն դու այդ 450 հազար ընդդիմության հետևից գնացած քվեարկած մարդկանց դու զրոյացնում ես, ասում ես իրանց հետևից գնացող մարդ կլներ։ Հիմա երբ որ վերջացնեք ասեմ պատասխանը։ Հա ես վերջացրի, ասա։ Պատասխանեմ հիմա։ Նայեք, ուրեմն երբ որ ասում եք այդ 450 հազար մարդը Գնացել լավ են արել, բայց ես կարամ ասեմ խի եմ կարծում, որ իրանց հետևից գնացող չկա։ Առնվազն եթե 450 հազար մարդ իրանց հետևից գնար, 21 թվականին 450 հազար մարդ իրանց հետևից կգնար, 22 թվին Այդ ես ընտրության թվեր եմ ասում, տղա ջան, 21 թվի ընտրության թվերն են, պաշտոնական ընտրության Այդ թվերին ես էլ եմ տիրապետում, դրա մասին չի խոսքը։ Դու ասում ես, եթե գնացած ելներ, ես քեզ փաստ եմ ասում, որ գնացել են ընտրության թվերը, դու զրոյացնում ես այդ ափաշկարա ընտրության քվեարկած հասարակության թվերն է, դու ո՞նց 450 հազար մարդը գնում է իր քվեարկության հետևից։ Հա, ուրա։ Եթե ավտորիտար բռնապետություն է, գնացել է տղա ջան հունիսի 12-ին ռազմական վայենի զենքով կրակել են այդ մարդկանց վրա։ Դուք ասում եք 450 հազար մարդ, ուր են այդ մարդիկ։ Այդ մարդիկ միշտ է պայքարի մեջ են, միշտ է 450 հազարի մեջ մեկը ես եմ եղել, ասում եմ ուր են այդ մարդիկ։ Չեմ հավատում, դու եթե դրանց դուք եղել եք, չէ՞ հավանաբար։ Ուրեմն ելել եմ։ Ուրեմն եղել, հիմա ստեղ եք, չէ՞։ Այդ 450 հազար մարդը ուր է։ Դե մի լսի ասեմ, ուր է։ Դու մենակով դուք տվիք մի հատ է ես 450 կասեմ, հեսա ասեմ 450 չկա, այսքան կա։ Մի րոպե, դու ինձի հարց մի տուր։ Դու էսի մի րոպե։ Թողը լելի առաջ, մի րոպե։ Ապեր դու էսի մի դիր էստեղ,
Դու ստեղ մի դիր, ստեղ պրովոկացիա մի արա։ Դու եկալ գնա մի կանգար վերև։ Մի րոպե, դու գնա, որտեղ դու խանգարում ես, ինձի պրովոկացիա ես անում։ Այս վերջի պարբերությունը։ Ես կարամ հիմնավորեմ էդի խիա Ապեր դու ինձ ասում ես 450,000-ը ուրա։ Դու եսի եկալ գնա մի կանգար վերև կանի, տենա փոքոխ կքանի հոգի կգա։ Չի գալու, ստեղ Դե ոչ չի գալու, բխես եկե մտես մարդկանց մեջ ու մի հատ։ Հարց եք տալիս, պատասխանում եմ Դե ձեզ։ ստեղ են, ինչքան որ կա։ Հարց եմ տալի, պատասխանում եմ խիեմ եք ես։ Որտեղ դու զրոյացնում ես ընտրության Առաջարկով եմ եկել։ Մարդիկ մի րոպե կապա ձենկող անելով, ձենկող արա ես հանգիստ այդ 450,000 հոգին ժամանակա քթե, մի րոպե ժամանակա քթե գնացել է ընտրական տեղամաս քվեարկերա աշխատող մարդիկ են, վերջացնես խնդրում եմ, ասա որ ես աշխատող մարդիկ են, զբաղված մարդիկ են, հիվանդ մարդիկ են, ասենք թե այսօր չեն կարագան այստեղ կայնեն։ Էդի շափանիշա։ Ինչ շափան, ասում ես ուր է։ Հարցեք տալի, թե ասեցիք վերջացրեցիք։ Համ հարց տվիմ, համ էլ ասի։ Հիմա պատասխանեմ, թե չեք թողելու էլի պատասխանեմ։ Վերջին ասա, լսեմ, բայց ես նոր Եթե պետք է վերջինը ասեմ, լսեք։ պրովոկացիոն բան Եթե ես պետք է վերջինը ասեմ, լսեք, չեմ պատասխանելու։ Եթե դուք ասեցիք ուղղակի, որ ասեք, ես ձեզ լսեցի, հարգեցի ձեր խոսքը։ Ինձ դու չի գալիս, որ դու հակադրվում ես այս ամեն ինչի։ Ես եմ հակադրվում։ Ես եկել եմ հավելել առաջարկ անեմ, որովհետև գիտեմ սա չի հաջողվելու ու հենց դրա համար եմ եկել։ Հավելյալ առաջարկ, քեզնից լավ մի քանողներ կան։ Քեզի բան։ Լավ ես ասում, առաջարկես անում, խնդիր չկա։ Սա կարա այդ մի հատ թղթի մեջ այս sense բանաներ, ոչ թե sense բլա։ Ես 3 տարի իրանց առանձին սենյակներում, առանձնազրույցներում անում եմ։ Ազգանունդ կասես ապե։ Հայկ Դորունց։ Հա? Հայկ Դորունց։ Դենում ես անունդ ոչ մի բան չի ասեմ։ Դե բայց ինչ Դե պատահած ես իմ։ բա քո հետևից մի հոգի եկող չկա, տղա ջան, մի հոգի։ չկա, ասում եմ։ Բա մի դու եկել ես այսքան քաղաքական ճամփա, պայքարի ճամփա, անցած մարդկանց, եկա ազատագրական կենսագրություն ունեցող մարդկանց եկել ես ստե օրակարգ ես թելադրել։ Հա, մայրի ջան։ Ոնց հա։ Էսի դու կարաս առանցին մոտիկացի իրանց Ասում եմ 3 տարի առանձին մոտենում եմ, համաձայնվում են, հետս չեն խոսում։ Դե ուրեմն մի բան սխալ ես անում։ Ասում եմ համաձայնվում են հետս, բայց չեն խոսում դրա մասին։ Ես կասեմ ձեզ, գլուխ չեն դնում, որտեղ ոչ մի բան։ Դե առավել եւս իրանց խնդիրն է, ուրեմն ինչ ասեմ, Ապե մի խոսքով ինքնահաստատվելու խնդիր ունես։ Հա, մայրիկ ջան, բայց էսի ձև չի, էսի ձև Էսի չի։ իմ ինքնահաստատվելու խնդիր։ Հենց է տենց հա, հենց։ Համաձայնվեցի ձեզ հետ։ Եթե էլ բան չունեք Դե ասել, ուրեմն այսի շատ պրովոկացիոն բանա ստեղից կամ ջնջի կամ հավաքի ոչ գնա։ ջնջում եմ, ոչ հավաքում եմ։ Այսինքն ԿՊ-ն ձայներ ունի։ Այ որ մեկ-մեկ Ինչի մարեց իմանաք, բերել չէ, հարց եք տալիս, թե հիմա ելի շարունակում եք ասել։ Հա մեկ կարծիքս եմ ասեմ։ Ասեք ձեր կարծիք, որտեվ ինչ չեք լսելու։ Հա, Որտեվ չեք լսելու պատասխանը։ Ինչ լսեմ։ Բա որ ինչ լսեք եք հարց ԿՊ-ի տալիս։ գովազդ ես անում, ասում ես Ասում եմ, քաղաքացիական եթե չեք պայմանագիր։ լսելու, խի եք հարց տալիս։ Ապեր դու Նիկոլի պարյոմներ ես անում։ Ես քեզ էական հարց եմ տալ։ Դու Նիկոլի պես ասենց ֆռցնում ես, տանում ես ես իմ Դու չես լսում մայրիկ ջանից, ես քեզ ինչ պատասխան։ Այ ինչ լսեմ, 10 տակ հարց տալիս։ Ես քեզ գրե բերե դրես թե ԿՊ-ն Ասում եմ, որ հարց ես տալիս, չես լսելու, ինչ ես հարցը տալիս։ Քեզ բերե դրես թե էսի։ Հիմա լսելու ես միջև վերջ։ ԿՊ-ն չունի ձայն, էսի հավաքի գնա։ Դե վերջացավ, չունի։ Այ քեզի բան։ Հարցը տալուց լսում եմ պատասխանը, եթե չեք լսելու, հարց մի տվեք։ Էսի հավաքի Մի ես զրոյացնեք վերջին ճանապարհ գնացած մասնագետների Մարդիկ ես 7 տարի ես հասարակությանը էս չի տեղ են դրել։ չեմ ասեմ։ Դու հիմի խանգարում ես ինձ։ Էսի հավաքի գնա։ Իրեն մահելեք ընթացքում են մարդիկ չեն։ Լավ է խանգարում։ 18 տարեկանում սառը հողի տակ։ Իսկ սա բերեց ծաղին մցրեց հողի Ճիշտ եք ասում, դե համար ինքը պետք է դատվի։ Դրա համար էս Դե համար ինքը պետք է դատվի։ Կարում եք դարեք բռուն։ Տղա ջան, ըստեղ սաղել համոզված եմ, որ ինքը դատվելու է, բայց ասենց բաներ չեն։ Չէ, ես համոզված չեմ, որ ինքը դատվելու։ Ես ասում եմ պետք է դատվի, բայց ես համոզված չեմ, որտեղ էսպես չի դատվելու։ Քո կարծիքը մի պարտադարի, եկի քո կարծիքն Այն կարծիքն է։ Ես էլ լիքը ուրիշ կարծիք ունեմ, բայց այս բաներ չեմ անում։ Ձեր իրավունքն է, ես ինչ-որ անօրինական բան եմ անում։ Համի դու մենակով ես սաղին բան ես, պրովոցիրված Ինչ-որ մեկ ուստեղ պրովոկացիա եմ ես ենթարկել, ինչ որ գրել ես, որ ԿՊ-ն Եկել վրա գոռում եք ինձ վիրավորում եք, որպես մեծ կին չեմ պատասխանում, դարավ ես պրովոկացիայի Ես անձնական վիրավոր եմ։ Բա ի՞նչ է վիրավոր եմ։ Այսինքն բա վիրավորել ինչ է, պետք է պարտադիր տղա լինի, այոյանք տա, որ նոր վիրավորանք դառնա։ Դե ձեր պատկերացումը այդքան է, իմս այդքան չի։ Իմ ինքնասիրությունը մի քիչ ավելի Կա բարձր է։ ուրեմն կաղակողդ կանեմ Նիկոլն է ստոշնի։ Ասեմ թիթեր ասես վիրավոր իրեն։ Վերջացավ։ Երբեք իշխանության մասին Բագրատյանը չի խոսացել։
մոռացող չի լինի, կարող չդիմանա։ Այսինքն Կարելի կներեք կարելի է։ Տեսանք թե այսպես լեզվակռի վիճաբանություններ հազար եւ այստեղ մեծ քաղաքացիներից գործում էր։ Նա կոստես համաձայն չէ ձեր գրված մտքի հետ, այս պլակատի հետ, հատկապես վերջի տողի հետ, որ մինչև նշանակված ընտրություններ Կոնտեքստից կտրված է դառնում, որ առանձին կարդում եք։ դուք ինչ եք առաջարկում, եկել եք այստեղ առաջարկով կազմակերպիչներին ինչ։ Հա, առաջարկս հետեւյալն է, որ չխոսել միայն նրա մասին, որ Նիկոլը վատնա դրա համար պետք է ինքը գնա, այլ խոսել նաև թե դուք ինչի համար եք ուզում գալ իշխանության, որովհետև պատճառը թե ինչի միջև այսօր ոչ մեկ չի կարողացել հասնել հաջողություն, առնվազն այն մարդիկ, ովքեր որ անկեղծորեն ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը գնա, չեն կարողացել հաջողության հասնել, հենց պատճառը դա է, որովհետև իրանք չեն ասում, թե իրանք ինչի համար են ուզում գալ իշխանության։ Հենց խնդիրը դա։ Իմ կարծիքով միակ հստակ բանը, որ այդ իշխանության ձգտող քաղաքական ուժերը կարող են ասել, թե իշխանության գալու դեպքում ինչ կանեն, ու դրանով կվստահեն հասարակության աջակցությունը, ու միջոցով որ կարողանան հեռացնել սրան, դա միայն ու միայն երկրի ներսում ներքին խաղի կանոնների փոփոխությունն է, որ ընդհանուր ընդդիմադիր դաշտում լինի կոնսենսուս, որ իրենցից ով էլ վաղ է գա իշխանության, այսքան մեծ լծակներով պետք է օժտված չլինի, այսքան մեծ հնարավորություններ պետք է չունենա, ու մեր գլխին այսքան մեծ արհավիրք բերելու հնարավորություն պետք է չունենա։ Իմ պատկերացում դա կարելի է իրականացնել սահմանադրական անհրաժեշտ փոփոխություններով։ Այսինքն ոչ թե Նիկոլ Փաշինյանին ուղղակի հեռացնել, որտեղ ինքը վատն է, այլ իրան հեռացնել, որտեղ մենք ուզում ենք գանք իշխանության, նման փոփոխություններ անելու, ու վաղը մյուս օրը ես որպես քաղաքացի կամ այլ քաղաքացի, ով որ դժգոհ կլինի ինչ-որ մի բանից, հստակ պահանջ ունենա, որտեղ երբ որ ինձ գալիս են ասում են, օրինակ, ես կգամ բանակը կհզորացնեմ, սոցիալական հարցերը կլուծեմ, արտաքին բալանսավորված քաղաքականություն կվարեմ եւ այլն, ու մի ասենք մի 2 տարի հետո ես պետքա գամ իրան հարցնեմ, ասեմ ներողություն, բայց մի բան ոնց որ չի դառնում, բայց ասի ես քեզ ինչ եմ հստակ ասել, որ Այսինքն ընդդիմադիր քաղաքական ուժերի խոսքում չկա բացարձակ հստակություն, որպեսզի մարդը, շարքային մարդը լսի իրան, նախ հասկանա ինքը ինչի համար է ուզում գալ իշխանության։ Դրանից հետո հետևից գնա, որպեսզի կարողանա սրան հեռացնել։ Իմ առաջարկը 3-4 եթե չեմ սխալվում, ընկեր Մալյանը եթերում ասեց, եթե առաջարկ ունեք, չնայած ես փորձել եմ իր հետ կապեմ, եթե առաջարկ ունեք, այլ խնդրեմ ասեք։ Ես եկել եմ իմ առաջարկով, որտեղ անձնապես չի ստացվում։ Ոչ միայն իրան, այլ շատ-շատերի հետ խոսել, հանրային ձևով փորձում եմ իմ առաջարկը ներկայացնել։ Ոչ միայն այստեղ, արդեն ես 1 տարի է Ազատության հրապարակում, ես նույն ակցիայով հանդես եմ գալիս։ Առաջարկս հետևյալն է. դուք ճիշտ եք ասում, Նիկոլը պետքա գնա, դեռ բացարձակ ոչ կա, այսինքն խոսք կա, Նիկոլը պետքա չգնա, ինքը պետքա առնվազն դատվի, դա իմ քաղաքացիական դիրքորոշումն է։ Բայց թե դուք ինչի համար չեք կարող իրան հեռացնել, հենց պատճառը այդ է, որտեղ մենակ խոսում եք իր արած չարածի համար։ Դուք ասեք, թե դուք ինչ եք ուզում անեք, չանեք։ Խնդիրը դրանումն է կանում։ Իսկ մեր տարեց կնոջ հետ ոնց որ չի ուզում մարդը լսի։ Խնդիրը դա էր։